Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Շարմ էլ-Շեյխում հայկական ու ադրբեջանական կողմերը քննարկել են գերիների հարցը։ Կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը։ Թեմի հաշվապահը տնային կալանքի տակ է։ Շահան arքեպիսկոպոսն Արամ Առաջինի անունից Փաշինյանին է փոխանցել նրա օրհնությունը։ Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ Արամ Առաջինն իր հետ զրույցում նշել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ եկեղեցու դեմ ճնշումների հարցով։ Արամ Առաջինը դատապարտել է հոգևորականների ձերբակալությունը։ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է։ Կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետը եւ նրա որդին։ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն։ Գազայում ուժի մեջ է մտել հրադադարը, պատանդներն ու դատապարտյալներն ազատ են արձակվել։ Ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիա է տեղի ունեցել։ Բեռնատարների վարորդներն ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ 9 քաղաքական ուժ վաղարշաբաթի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0-1 հաշվով պարտվել է Իռլանդիային։ Սոֆյա Ներսիսյանը կներկայացնի Ուկրաինան մանկական Եվրատեսիլում։